Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Օսիպյան։ Բարև ձեզ Նարեկ ջան։ Պարոն Օսիպյան, օգոստոսի 8-ից անցել է 2 ամիս եւ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ քննարկումները չեն դադարում։ Իշխանությունը սա ներկայացնում է հոյակապ մի բան, որ խաղաղություն է արդեն, իսկ ընդդիմությունը իդեմս Ռոբերտ Քոչարյանի սա համարում է զրո Հայաստանի Հանրապետության համար։ Դուք ավելի շատ որ կողմին եք հակված հավատալ, մենք օգուտներ ունեցանք, թե ոչ։ Ես ընդհանրապես ոչ մի կողմին էլ հակված չեմ հավատալ, որովհետև ես իրանց այդ պաշտոնավարման ընթացքը ցույց է տվել, որ իրանց հավատալ պետք չի։ Բնականաբար, եթե Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մի բան անում, ընդդիմությունը պետք է խոսի դրան դեմ եւ հակառակը։ Մենք սա հնարականատեսն ենք, Ռոբերտ Քոչարյանը երևի շատ ավելի ցավում է, որ այդ միջանցքի վերահսկման հնարավորությունից զրկվեց Ռուսաստանը եւ տեղը փաստորեն Ռուսաստանը փոխարինվեց ԱՄՆ-ով։ Սա է իր ցավը ավելի շատ ըստ իս։ Բայց իրականում այն ինչ որ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը իրականությանը չի համապատասխանում։ Ինչու, որովհետև Նիկոլ Փաշինյանը կպել է այդ երրորդ կետին, այ որ տեսեք բանը փոխադարձության սկզբունք, սուվերենության, իշխանության եւ այլն, բայց իրականում հենց այդ նույն փաստաթղթի 4-րդ կետը արդեն հերիքում է այդ սուվերենության սկզբունքով, ինչու, որովհետև այդ ճանապարհի վրա ասենք թե Ամերիկայի հետ ես կիսում կամ Ամերիկային ես փոխանցում այդ իրավունքները տեղը ստանում խաղաղություն։ Բայց սա դեռ հələ սրա մասին էլ կխոսենք, ստանում ենք տեղը խաղաղություն, թե չէ։ Բայց ԿՊ-ի տրամաբանությամբ սա է։ Բա ինչի եք այդ երրորդ կողմը ըստ 4-րդ կետի, որ ում համաձայնությունն էլ է լինելու անհրաժեշտ, որպեսզի այդ կոնսորցիումը կառուցվի։ Այդ երրորդ կողմը ով է հարց։ Ինչ որ մի ձև հստակեցրված է, որ այդ երրորդ կողմը չի կարող լինել օրինակ Թուրքիան ու Ադրբեջանը։ Չկա նման բան եւ կա ճիշտ հակառակը, որ հենց հավանական է, որ այդ երրորդ կողմը Ադրբեջանն է, ինչու, որովհետև Ադրբեջանի ստորագրությունն է այդ փաստաթղթի տակ եւ Ադրբեջանի համար է այդ ճանապարհը բացվում։ Այսինքն ստե ինքնիշխանության, սուվերենության բաները արդեն լրիվ խախտված է։ Փոխադարձությունը ուղղակի սրա մասին խոսել ենք նանարել, բայց կրկնվում եմ։ Փոխադարձության սկզբունքներ չկա, ինչու, որովհետև դա կլներ այն դեպքում, եթե ինչպես նշած է, որ Ադրբեջանի A կետից, փաստորեն հասնում են Ադրբեջանի B կետ, Հայաստանի C կետով, հա, էսա չէ, բան արած այդ մեղրի, բա ուր այդ նույն պայմաններով, որ Հայաստանի մի կետից անցնում ենք Հայաստանի մի ուրիշ կետ, Ադրբեջանի երրորդ կետով ու նույն պայմաններով չկա նման բան այդ Այդ համաձայնությունների փոխադարձության մեջ։ սկզբունքը իշխանության ներկայացուցիչներն ասում են կարդալ չգիտեք, գրված է փոխադարձ առավելություններով։ Բայց այդ եմ ասում, հիմա մենք Ադրբեջանի առավելությունները տեսանք, որտեղ է, այ հենց այդ փաստաթղթում, ուրեն Հայաստանի նման առավելությունները։ Դե ասում եք Իրականում լինի գիտես ինչու՞ն փոխադարձ, ասա, ասում փոխադարձ բառը վերաբերվում է անխոչնդոտին, փոխադարձ առավելություններով, այն ինչ Ադրբեջանին, նույնը փոխադարձ հայերին։ Դուք այդպես չեք ընկալում դա։ ասում եմ ուր է այդ, այն ինչ որ Ադրբեջանինն է, այդ հստակ գրված է, որ անցնելու ենք Մեղրիով Նախիջևան, ճիշտ է։ Արտոնյալ ուր է այդ հակառակը, որ մենք ենք կարող անցնենք Ադրբեջանի տարածքով, թեկուզ Հայաստանից Հայաստան գնալով, նման պայմաններով։ Հենց այդ է, որ ուղղակի սա թոս փչել է, եւ բացի դրանից մենք մի այնպիսի քայլ ենք անում, առաջինը, ինչ մնում է բանն է, հա, խաղաղության։ Փաստորեն ամբողջ երկրի խաղաղությունը մենք կապել ենք բանի հետ, Տրամպի հետ։ Բանը երաշխիքը նա է, որ Տրամպի բանը WhatsApp-ի համարը Նիկոլը ունի, բայց ի՞նչ է դրած ընդհանրապես Տրամպի մտքում, Տրամպը ի՞նչ ծրագրեր ունի ստեղի շուրջ, ում է դա հայտնի, դա պետք է Տրամպին, պետք չի,
շատ նման է նրան, որ Տրամպը ուղղակի քանի որ նպատակ ունի Նոբելյան մրցանակ ստանա, ուղղակի այդ նպատակի համար նույնիսկ չխորանալով թե որտեղա ոնց է, ով է Նիկոլ Փաշինյանը, ով է Ալիևը, անունները նույնիսկ չհիշելով հրավիրել է իրենց մոտ ըստ իս Նիկոլին նույնիսկ տեղյակ էլ չեն պահել, ինչու, որովհետև գիտեք ինչ ունան Արեգ ջան, եթե այդպիսի փաստաթուղթ է ստորագրվում, որ Ամերիկան ոտ է դնում փաստորեն մեր տարածաշրջանում, սա էպախալնի բանա, սա համաձայնություն է, ճիշտ է։ Այդ դեպքում ես չեմ պատկերացնում, որ նման այդ բանակցությունները գնալուց 1000 հատ փաստաթուղթ է գնում մի փոքր մի թեթև փորձ մենք ունենք տենց պետական փաստաթուղթ Ղարաբաղի կողմից ՄԱԿ-ին գրելու այդ նամակ են գրել, ինչքան ժամանակ է դա պահանջում, ինչքան է դա ուսումնասիրություն պահանջում, ու այսպիսի վիճակում Նիկոլ Փաշինյանը արձակուրդում, ո՞նց ես պատկերացնում, ո՞նց կարար ինքը ներարձակուրդում, տեղյակ էլ չեն պահել թե ինչ է գտան, ուղղակի հրավիրել են, Տրամպը երևի ասել են դեղ ով է ինչ ուզում, ասել են Հայաստանը խաղաղություն է ուզում, Ադրբեջանն էլ ուզում է գնա Նախիջևան, դասել այդ երկու օգուն հրավիրեք ստեղ, նստացրել ասել շուտ ստորագրում եք դու ուրեմն չես կարակելու հելել մի հատ թռի բանարա այդ նաուլդուտ մալդուտ թողի մի կողմ թռի հետը բանարա այդ ձեռը սեղմի այսօրվանից խաղաղությունա ու դիմեք կպակ որպեսզի ինձ դիմեք այդ կառույցը բանը որպեսզի ինձ տան խաղաղության պայմանագիր էս է արել Թրամպը իր համար իր պրեստիժի համար բայց ասում եմ թե ինչքանով այս ճանապարհը ընդհանրապես իրան հետաքրքիր դա հարցի մի կողմն է երկրորդ Ամերիկայի ստեղ ներկայությունը մենք արդեն մտնում ենք մի այնպիսի պայքարի հակամարտության մեջ որտեղ որ mēs կշիռ չունենք Ամերիկա Իրան հակամարտության մեջ Հայաստանը գործոն չի Եվ այս առումով ավելի վտանգավոր վիճակում ենք հայտնվել, քան եղել ենք, իսկ ինչու է թվում այդ խաղաղությունը, որ խաղաղությունը այս բանի չեն կարակում խաղաղությունը։ Բա փաստորեն Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է Հայաստանի Հանրապետության լուծարմանը։ Դրա Ինչպես է համար է ալինում։ համաձայնվել Հայաստանի Հանրապետության լուծարմանը։ Բա չի ասում 4-րդ հանրապետություն ենք ստեղծում։ Դա նշանակում է լուծարում ենք գոյություն ունեցողը եւ հայտարարում 4-րդ նոր հանրապետությունը։ Ինքը չի ասում, չէ, բանը սահմանադրության մեջ փոփոխություններ ենք անում, ասում են նոր սահմանադրություն ենք ընդունում, նոր պետություն հայտարարում, հռչակում։ Դա նշանակում է, որ գոյություն ունեցող պետությունը լուծարվում է։ Սա է պետք Ադրբեջանի եւ քանի որ Նիկոլ Փաշինյանը ընդունել է հերթական պայմանը, պահանջը, Ադրբեջանը ամեն ինչ անելու է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության եւ գործը հասցնի տեղ։ Այդքան ժամանակ ինքը այդ չկարակելով փաստորեն աջակցում է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Հայաստանը լուծարի։ Սա շատ կարևոր հարց է։ Այս սահմանադրական փոփոխություններ են դնում անոնո նորն են կառուցում, նոր ու չենք կառուցում։ Եղածը լուծարում ենք։ Ով է ճանաչելու դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը, հարցա չէ, բա որ չճանաչի Ադրբեջանը։ Ու սկսի էլի պայմաններ դնել, այն ժամանակ ինչ ենք անելու։ Ինչու միայն Ադրբեջանը, բոլորին ենք հնարավորություն տալիս մեր վրա պայմաններ դնել։ Մենք փաստորեն պետքա դիմենք աշխարհին, ասենք նորից ընդունենք մեր անկախությունը։ Ամեն մեկը դրա փոխարենը մի բան ուզելու է։ Ռուսաստանը կասի արի մտի միութենական պետություն կամ մեր ուզած պայման, որպեսզի ճանաչենք Թուրքիան, իր ասելու արի դա վիլայետ ճանաչենք։ Ադրբեջանը իր պայմաններն է դնելու ամբողջ աշխարհին է այդ հնարավորությունը տալի։ Բելարուսյան Լուկաշենկոն զանգի ասել ճանաչում են, բայց դե այ պայման են դնում դուք ձեր մոտ կարտոֆիլ չցանեք, կարտոֆիլը պետքա Բելարուսիայից առնենք։ Օրինակ Նարեկ ջան, միգուցե թվա թե տենց ուտրիրուց եմ անում, բայց իմաստն եմ ուզում փոխանցել։ Երբ որ դու լուծարում ես քո պետությունը ու աշխարհից խնդրում ես քո նոր պետությունը ճանաչեն, ամեն մեկը քո վրա պայման ա դնելու, ամեն մեկը, եւ Ադրբեջանը առաջն է հերթ։ Սա շատ վտանգավոր քայլ է։ Այս համար է այդ կարակոսները դադարեցված։ Դա խաղաղության ցուցիչ չէ։
Ոչ, դա երբ որ Նիկոլը ընդունել է բոլոր պայմանները, բոլոր, նայ, սա 17 պայման ընդունեց։ Դրանից հետո ընդունեց Միսկի խմբի լուծարումը։ Համաձայնվեց նույնիսկ չզինվելուն, հերթով, տենց անելով ու առանց կարմիր գծերի։ Ադրբեջանը, երբ որ իրաց լրատվականներին ես հետևում, նույնիսկ պայման են դնում, բան մտքերին, դրանց մտքի եղածին նայի, որ պետության անունն էլ չի լինի Հայաստան։ Պետք է լինի Ստրանա Արմենիա մուսուլման։ Միա դրանց համարձակությանը նայի։ Ոնց են իրանք պատկերացնում եւ ոնց են իրանք վերաբերվում, իսկ այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, դե ինքը բերան հայտարարեց այդ մարդը, որ անցել է թշնամու կողմ։ Այն որ Նիկոլ Փաշինյանը ասել է, ես ժամանակին եղել եմ միացման շարժման ակտիվ մասնակից, իսկ այսօր ես գտնում եմ, որ դա սխալ է եւ մեր ստրատեգիան կառավարման նրանում նա որ այդ շարժումը դադարեցնենք, վերացնենք, հա, չնայած շարժումը արդեն այդ միացան Այսինքն ես ճիշտ հասկացա, դուք սա համարում եք 0, օգոստոսի 8-ը Հայաստանի համար 0 էր։ Բոլորը ունեին իրենց չարը, Զորոն էլի այսքան բան չի անի։ Ինքը բացասական երևույթ է, որովհետև նայ Հայաստանը ինքը իրանով միջազգային դաշտում ինչ է ներկայացնում, որ ասում են Հայաստանը ինչ էին պատկերացնում։ Դա պատկերացնում են Արցախի խնդիր եւ երկրորդ Հայաստանի կարևորությունը հենց Մեղրի Միջանցքի հետ է կապված։ Հիմա դու երկուսից էլ հրաժարվում ես։ Դու էլ գործոն չես։ Ինչն է իմաստը, որ բանը այդ օգոստոսի 8-ին այդ պայմանագիրը կնքեի։ Հայաստանը պետք է ինքը իր ճանապարհը միջև Իրան կառուցեր եւ Իրանով կապվեր ծովով միջև Հնդկաստան, Չինաստան։ Ադրբեջանին էլ ասել, ուզում ես միանաս, արի միաց, ոչ թե գնար խնդրել մուրացկանի պես։ Եվ միջազգային հանրությանը մենք դեմ չենք մենք ապաշրջափակել ենք, ով ուզում է միանա, մենք ուրախ ենք, բնականաբար մեր վրա ստե արդեն ոչ հարց կա, ոչ էլ ճնշում։ Ձեր մոտեցումները, դիրքորոշումները, գնահատականները ավելի շատ մոտ են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Դե այսպիսի մի հատ բան կա, ուրեմն նայեք, իրանք իրար նկատմամբ հաճախ ճիշտ բաներ են ասում։ Այն որ մեղադրում է Նիկոլը Ռոբերտ Քոչարյանին եւ հակառակը, իրանք իրար հաճախ ճիշտ բաներ են ասում։ Բայց այդ չի խնդիրը նա որ դա Ռոբերտ Քոչարյանը չի պիտի ասի։ Ռոբերտ Քոչարյանի նպատակը այլ է, ինքը ասում է սատանք Ռուսաստանի։ Հասկանում ես։ Մենք ուրիշ բան ենք ասում, ասում ենք սա պետք է լինի անկախ, դա պետք է լինի Հայաստանի վերահսկողության ներքո, ուրիշ ոչ մեկին։ Բայց ինչպես Քոչարյանը ասեց, որ պետք է տանք Ռուսաստանին, ես ներկա էի այդ ասուլիսին եւ Չէ, ես չեմ ասում, ինքը ասեց։ Իրա քանի որ ընդհանուր քաղաքականությունը պրոռուսական է, ինքը դա չի թաքցնում։ Բնականաբար իր համար մտահոգ չէ, որ ստեղ Ամերիկան է ոտ դնում։ Եթե Ամերիկան է ոտ դնում, բնականաբար պրոամերիկյան, պրոարևմտյան ուժերն են ուժեր հավալվել, ոչ թե ինքը։ Ու մեջբերում արես, չէ՞, դե ես ճիշտ ասած այդ բանը դրվագներ եմ նայել, լրիվությամբ չեմ նայել, դեռից ուրիշ բաներ հետաքրքիր ինչ որ պետք նայես նկատել եմ։ Բայց նոյեմբերի 9-ի վրա ինքը հղում արեց, որ ստեղ ապահովում է Արցախի գոյությունը, հա։ Եվ նոյեմբերի 9-ին ինքը դրան է ձգտում, բնականաբար այդ մարդը ինքը իր ուժը տեսնում է Ռուսաստան։ Ինքը պետք է սա է Քոչարյանի բանը։ Երբ ենք տեսել, որ Ռոբերտ Քոչարյանը նույն ձև հայտարարել, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը չպիտի Ռուսաստանի տեսլականով կամ իրանց նախընտրած իրանց ցանկությունով այդ հարցը լուծվի։ Երբ ինքը դա ասել։ Երբեք չի ասել, չէ՞։ Հակառուսական ինչու է ռուսների դեմ հայտարարություն լսել եք Ռոբերտ Քոչարյանից։ Ես երբեք չեմ լսել։ Դրա համար ստեղ ոչ թե կարծիքը այս մեկինա մոտ կամ այն մեկինա մոտ կա օբյեկտիվ իրականություն։ Եվ ասում եմ, հաճախ այն ինչ որ իշխանությունը ընդդիմությանը մեղադրում եւ հակառակը, իրանք իրար ճիշտ տեղին են մեղադրում։ Խնդիրը նրան է, որ իրանք երկուսն էլ հանցագործ են։ Այս սրանն է խնդիրը։
Պարոն Օսիպյան, Քոչարյանը նաև անդրադարձ կատարեց նախընտրական թեմաներին եւ կարծում է, որ խորհրդարան ընկածնեն այս պայդրությամբ ինքը Սամվել Կարապետյանի ուժը եւ Նիկոլ Փաշինյանը։ Դուք ինչ եք կարծում, շանսեր ունի Քոչարյանը խորհրդարան անցնելու եւ ընդհանրապես դուք ինչ եք կարծում, ինչ պետք է անել, որ թարմանան խորհրդարանի ուժերը անցնող։ Դա հենց Ռոբերտ Քոչարյանի կարծիքն է, որովհետև ինքը բնականաբար պետք է տենց իր անհարմար ուժերին կամ անհարմար ուժին ոբշում, ասեմ այդ Նիկոլ Փաշինյանին եւ բանաները, որ էս ենք դաշտում, իրանք այդ են չէ խաղում, Նիկոլն էլ պետք է այդ խաղա, ասի դաշտում ես եմ Քոչարյանը, որպեսզի որ կարողանա, բայց դե իրականում դաշտը այդպեսին չի։ Իրականում ուրեմն կա ընդդիմություն, որը որ պրոռուսական է, կա իշխանություն, որը որ պրո-թուրքական է, եւ կա ձևավորված արդեն ու զարգացող երրորդ ուժը, երրորդ դա մի կուսակցության տեսքով չի, դա կոնսոլիդացիա է ձեռք գնում, բայց այդ կուսակցությունները կան, որ տեսնում են Հայաստանի ապագան արևմուտքի հետ կոպիտ ասած այսպես բաշխում է եւ փաստորեն ունենք Նիկոլ Փաշինյան իշխանություն ընդդիմություն որոնց վարած քաղաքականությունը հենց այդ է որ ռուս-թուրքական թակարդից դուրս չգանք հանկարծ մի կողմով փաստորեն առաջարկությունը ինչու՞մն է որ ասում են կամ կիլերի տնտրի կամ պատվիրատուի քեզ ուրիշ ընտունություն չունես կամ կիլերը տա թուրք-ադրբեջանական այդ տանդեմը կամ քեզ պատվիրողը դա էլ ռուսն է ու ասում եմ մեկ ասма գնանք ընկնենք այդ կիլերի ոտերը լեզու գտնենք հետը հարմարվենք ասածները անենք մեզ չկոտորի մեկն էլ ասում է չէ դե կիլերը խփողն է գնանք այն ով որ պատվեր է տալի այդ կիլերին նրա ոտերը ընկնենք իրան խնդրենք որ այդ պատվերը չտա մեզ չկոտորի 200 տարի նույն բանն է կրկնվում 200 տարի Հայաստանը միշտ էլ եղել են պրո-արևմտյան ուժեր, բայց դե այ հիմա է, որ հասարակությունն էլ է փոխվել եւ ավելի գիտակից է եւ ավելի զարգացած է եւ շանսեր կան այդ ռուս-թուրքական թակադից դուրս գալ։ Ինչա պետք դրա համար հասարակությունը պետք է խաչ քաշի ներկա եւ նախկինների վրա եւ ընդդիմությունը անի նոր դաշտից, որը որ այո կա այդ դաշտը։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին բանը նվազագույն շեմը հաղթահարել չի հաղթահարել ես կասկածում եմ ինքը կարողանա դա հաղթահարի թե չի կարող հաղթահարի եւ ինչու որովհետեւ ելույթը չեմ նայել բայց արձագանքերն եմ հետեւել ժողովրդին արդեն հետաքրքիր չէ ինչա խոսում Քոչարյանը նույնիսկ իր ալիքները այդ կոմենտները այդ հայհոյանքները այդ բաները այնքան շատ է որ էական էլ չի թե ինչա խոսում Քոչարյանը բայց ինքը մի հատ ուժեղ հարված տվող բանի փաստորեն իր ասելով ես այն եմ ջոկել որ եթե ձայն եք տալի այդ ոնց է կոչվում մեր ձևով թե իմ ձևով Մեր ոչ այդ ձևով նոր ձևով հա մեր ձևովի փաստորեն էլի ձայն եք տալի Ռոբերտ Քոչարյանին հեսա հասարակությունը այսքանը հասկացավ դե որն էլ որ բնական իրանք երբեք իրար հետ ված չեն եղել եւ մենք երբեք այդ մի շարժման կողմից չենք լսել քաղաքական գնահատականը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման այսքանն է իմ Բայց կարծիքով ինչպես եւ հարված այդ Սամվել Կարապետյանին Քոչարյանը հենց այդ որ մենք որ հասնենք ընդեղ արդեն իրար հետ մի բան կանենք հա դե իրանք իրար հետ են դե բավական է դա ծանր հարված ալնելու հենց Սամվել Կարապետյանին իմ կարծիքով պրոռուսական տրամադրված մեր հայրենակիցները իրան էլեկտորատը հետ են դենել որ տեսնեն Ռոբերտ Քոչարյանը հետներն է կարող է մի մասն էլ դրանից հրաժարվի մի մասը հրաժարվել է եւ Նիկոլ Փաշինյանից իր պրոթուրքական քաղաքականություն վարելու պատճառով դե ստե արդեն սա որպես վիրավորանք չպիտի ինչ որ մեկը ընդունի որ սրանով ես Նիկոլ Փաշինյանին վիրավորում եմ սա իր բաց քաղաքականությունն է ընդཐུպ միջև այն որ ընթերցում են Նիկոլ Էրդողանի գիրքը բանը գովազդում են էդի
Էդ էլ սա թքած, ես հենց որ այդ գիրքը ձեռը նկարվել է, ասել եմ, սա ուղղակի նկար չի, ասենք թե ինչ որ պայից ելնելով, ստիպված, ես իմ քաղաքավարության զոհ գնալու ինչ որ մի հատ քայլել։ Ոչ, այդ գիրքը տվել են ձեռը, ասում են ընթերցում ես այս գիրքը ու քաղաքականությունը դու վարում ըստ այս գրքի, որտեղ որ գրված է, որ ՄԱԿ-ի ուրեմն անվտանգության խորհուրդը պետքա վերաձևավորվի եւ պետքա Թուրքիան լինի անվտանգության խորհրդի մշտական անդամ։ Հիմա ՔՊ-ի արտաքին քաղաքականության վեկտորը ուղղված անելու այնպես, որ այդ գաղափարը, այդ միտքը առաջ տանի միջազգային դաշտում, այսինքն ինքն էլ իր ձայնը տա, որ Թուրքիան լինի անվտանգության խորհրդի մշտական անդամ։ Պարոն Հովսեփյան, իսկ Այսքան։ այլընտրանք ինչ կա ընտրություններին, օրինակ, որ Նիկոլ Փաշինյանը, Քոչարյանը 21 թվականի նման իրար մեջ չբաժանեն ձայները, այլընտրանք կա թե ոչ։ Այլընտրանք կա, բայց հետ եմ ասում, որ նոր ուժեր կան, եւ ոչ միայն նոր, բայց միգուցե նաեւ արդեն փորձառու քաղաքական գործիչներ, որոնք որ կձևավորվեն որպես նոր ուժ, եւ այդ ուրեմն արդեն կուսակցություններ կա ստեղծված, շարժումներ կա, եւ հիմա հենց այդ process-ն է գնում, որպեսզի որ կոնսոլիդացվեն այն ուժերը, ովքեր որ դեմ են թե նախկիններին, թե ներկաներին եւ դեմ են այդ ռուս-թուրքական այդ թակարդում գտնվելու քաղաքականության շարունակությանը։ Այսպիսի ուժեր կան, բոլորին հայտնի, ավելի լսելի են, քան թե Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը, ես այսպես ասեմ, ես ուղղակի զուտ իրենց դիտումներով եւ ժողովրդի կողմից հավանություններով ինչ որ տեսնում եմ Facebook-յան, YouTube-յան ալիքներում, այդպիսի ուժեր կան եւ հենց այդ process-ն է գնում, որը որ այո այլընտրանք է եւ գիտես ինչ այլընտրանք է, շատ հնարավոր է որ եթե կարողանան ու ստացվում է դա ոնց որ ինքնակազմակերպվեն ընդդիմությունն էլ իշխանությունն էլ ծանր վիճակում են հայտնվելու։ Այդ հələ հարց է, թե դաշտում ով կա, կամ ով ավելի լսելի, կամ ում մեջ առնելու այդ պայքարը։ Այս առումով բավականի հետո ժողովրդի 80%-ը ատում են թե նախկիններին, թե ներկաներին։ Եվ սա արդեն հենց այն օբյեկտիվ այդ հանգամանքն է, ըստ որի մենք կարող ենք ենթադրել, իրավունք ունենք ենթադրենք, որ այդ նոր ձևավորված ուժերը ունենալու են բավականին լուրջ արդյունք։ Պարոն Հովսեփյան, դուք քննադատում եք, իսկ ինչ եք առաջարկում, այ օրինակ, եթե ստեղծվի իրավիճակ, մասնակցեք ընտրություններին ու իշխանության կազմում լինեք, դա ձեր գործը լինելու է առաջին հերթին օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները Վաշինգտոնի հետ չեղարկելը։ Ոչ, չեղարկելը Բայց չի ինչու լինելու։ ոչ, դուք ասում եք, որ դա բացասական է Հայաստանի համար, վատ է, ինչու չեք չեղարկել։ Քանի որ արդեն եթե Ամերիկայի հետ ես թուղթ ստորագրել, դա չեղարկելն էլ արդեն մի ուրիշ ծանր հարված է։ Ուրիշ բանա որ կարողանան հետագա բանակցությունները այնպես վարեն, որ Ադրբեջանի իրավունքները այդ ճանապարհի վրա չլինի, այսինքն լինի վերահսկելի Հայաստանի եւ Ամերիկայի կողմից։ Բայց եթե լինում այս իշխանությունը իրենք անելու են ինչ որ Էրդողանն է թելադրում։ Ինչ որ ասի են անելու, բայց որ գա նոր իշխանություն, հետո էլ Իրանի հետ պետք է ճիշտ բանակցություններ վարեն, միգուցե նաև այդ ստորագրված փաստաթուղթը ուղղակի թողենք թղթի վրա, միգուցե կգա նաև այն պահը, որ կհրաժարվենք, բայց կհրաժարվենք ուրիշ մտքի, ուրիշ պատճառով։ Հայտարարենք, որ Հայաստանը ինքը ոչ բլոկային պետություն է, ոչ մի պետության զինված ուժեր, ոչ մի պետության ադմինիստրացիա լավ, բերեք չասենք, բայց զինված ներկայացություն Հայաստանում չպիտի լինի, ոչ մի պետության։ Հետևաբար Ամերիկան էլ չի կարողանալու ստեղ իր այդ
մասնավոր ռազմական կամպանիաները կամ իր զինված ուժերը բերի ստեղ, քանի դեռ կա Իրանը, Նարեկ ջան, քանի դեռ կա Իրանը, բայց Իրանի հետ էլ մենք ճիշտ չխոսացինք։ Մենք պետք է Իրանի հետ այնպես խոսեինք, որ այս զինադադարը Իրանը ապահովեր։ Այ եթե Նիկոլը մեկ-մեկ ասում է, ես ինձ գժի տեղ եմ դնում, ես մեկ եմ մեկ, պետք է կարողանա իր գժի տեղ դնի։ Պետք է Իրանին պայման դներ, ասել, եթե Ադրբեջանի բերանը չես փակում, ես ստիպված եմ ելնելու պետության բալնիքս տամ Ամերիկային, որովհետև այս ժողովրդին չեմ կարող անվտանգությունը ապահովել։ Ես չեմ ասում տա, ես ասում եմ խոսալուց սենց խոսել։ Եթե Իրանին այդ միջանցքը պետք չի, եւ մենք այդ պայմանը կատարում ենք, տեղը պետք է պայման դնենք Իրանը կատարեր։ Ասենք փոխարենը բեր մի այդ քո հրթիռներդ, որ միջև Բաքու էլ կհասնի, մի 500 հատ բեր շարի, մի 5000 հատ այդ շեխիդներդ բեր դուր, մի հատ տեսնենք Ադրբեջանը ոնց է տեղից դպրտում։ Բայց Նիկոլը դա չարեց։ Ուրեմն Ստոլտենբերգին բերանը փակեց, ասեց, հիշում ենք, որ Ստոլտենբերգը մեկնեց Հայաստան եւ առաջարկեց Հայաստանին մտնի ՆԱՏՕ։ Ինչ ասեց Նիկոլ Փաշինյանը։ Ասեց մենք մեր հարցերը տեղում Ստոլտենբերգի բերանը փակեց։ Ասեց մենք մեր հարցերը տարածաշրջանային հարևան այդ խաղացողներով ենք լուծելու։ Դրանից հետո Բլինկենը հայտարարեց, որ տարածաշրջանում մեր խաղացողը Թուրքիան է։ Քեզ նորմալ ասում ենք, արի կոետ ենք գործ բռնում, ամիջապես։ Դու եթե մտնում ես տարածաշրջան, մենք Թուրքիայով ենք ստիպված աշխատելու, որովհետև այստեղ Բայց ասում են Թուրքիան յալվար է, որ բացվի այդ ճանապարհը, ինքը հնարավորություններ ունեն, այդպես է։ Նայած ինչ պայմաններով, եթե իրանք են դեղ մտնում, շատ լավ, եթե իրանք իրավունքներ ունեն, բնականաբար, բա Ալիևը դրանով Թուրքիային էլ հարված տվավ է, որ վերավ Ամերիկային մտցրավ այստեղ։ Ինքն էլ հավանական է։ Դա Ալիևի համար էլ չէր շատ հարմար քայլ Ռուսաստանի եւ Թուրքիայի վերաբերմունք փոխվում ստեղ։ Պաստորեն երկու սովետական արեցին, խաղաղությունը դարավ կնքած բանը, չէ, Տրամպը։ Սա լավրերը տվեցին Տրամպին։ Բայց իմ կարծիքով, հենց Ալիևը ինքը չէր ուզում հայտնվել նման վիճակում, դրա համար այնպիսի պայմաններ ա դրել, որպեսզի Հայաստանը չկադարի ըստ իր տրամաբանության։ Եվ ինքն էլ չստորագրի եւ Տրամպին պատասխանի, թե ինչի չի ստորագրում։ Դրա հետ մեկտեղ էլ Թուրքիան ու Ռուսաստանը իր դեմ չտրամադրի։ Բայց քանի որ ինքը չի բանը Նիկոլ բոլոր խելքից դուրս աբսուրդային զիջումների համաձայնվեց, սա հնարավոր է Ալիևի համար էլ եղել է սյուրպրիզ։ Եվ արդեն երբ որ ինքը բոլոր պայմանները Նիկոլը ընդունեց, էլ արդեն Ալիևը Տրամպին չկարեց ուրիշ պատասխան տա, բացի նրանից որ գնա ու ստորագրի այդ փաստաթուղթը։ Ինքն էլ ինչ փաստաթուղթ է, խաղաղության պայմանագրի մասի զուրույց չկա, ընդհանրապես մեկ-մեկ լինում է լրատվականներում ասում են խաղաղության պայմանագիր տեքստ, տող, վերնագիր, չկա նման բան։ Խաղաղության Կա պայմանագրի խաղաղության նախաստորագրի համաձայնագիր, որը որ կոնցեպցիան է, рамочные соглашения են ասում ադրբեջանցիք։ Ըստ այս քանը որ ընդունեք, սրանից հետո մենք խոսելու ենք խաղաղության պայմանագրի մասին։ Բայց Ադրբեջանը նույնիսկ այդ рамочные соглашения բոլոր պայմանները ընդունելուց հետո չստորագրեց, ասեց նախաստորագրությանն եմ համաձայնվում։ Նույնիսկ Տրամպով բանով սա խառնվեցին, բայց ասեց նախաստորագրություն։ Հետո այստեղ շատ կարևոր հարց կա, որ ինքը չի ստորագրելու Հայաստանի հետ որևէ փաստաթուղթ, բացի կապիտուլյացիայից։ Եվ դրանն է տանում հենց 4-րդ հանրապետության հռչակումը, որը որ արդեն ինքնիստինքյան իր մեջ ենթադրում է գոյություն ունեցող պետության երրորդ հանրապետության այս համարակալումների հետ էլ չեմ ճիշտ ասած համաձայն, բայց սենց ընդունված է եմ օգտագործում։ Երրորդ պետության լուծարում։ Սա է անում Նիկոլ Փաշինյանը եւ Ալիևն էլ Էրդողանն էլ ամեն ձև աջակցելու են Ալիևանին Նիկոլին։ Շատ ծանր ու շատ պատասխանատու ընտրություն է։ Այստեղ չկա նույնիսկ արդեն Արցախի հարց, նույնիսկ Միջանցքի հարց, նման բաներ չկա։ Կա Հայաստանի Հանրապետության լինել չլինելու հարց։ Եթե մենք ընտրում ենք նախկիններին կամ ընտրում ենք ներկաներին, դա միանշանակ չլինելն է։
Միակ տարբերակը այս վիճակից դուրս գալու դա առողջ ուժերն են, որոնք որ տեսնում են Հայաստանի Հանրապետությունը արևմուտքի հետ համագործակցելուց եւ այո տարածաշրջանում հաշվի առնելով Իրանի գործը։ Թեկուզ ստեղ թվում է թե հակասություններ կան, բայց չկան։ Իրանն ու արևմուտքը շատ լավ իրար հետ աշխատում են։ Եվրոպայի հետ նամանա։ Պարոն Օսիպյան, Մայրատորը հայտնում է, որ կաթողիկոսը ընդունել է Արցախի պետական այրերին, լուսանկարներում նաև Սամվել Շարամանյանն է։ Դուք այս հանդիպումը ինչպես եք մեկնաբանում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության քննարկել են Արցախահայերի խնդիրները, սոցիալական ծրագրերը, Բաքվում պահվող գերիներին է անդրադարձ կատարվել։ Ինչու է հանդիպել կաթողիկոսը Շահրամանյանին։ Բայց Արցախի պետական այրիները Բաքվի գաղութներում չեն, ստե պետական այրիումն ենք։ Հա, Սամվել Շահրամանյանն է կոչվում պետական այրի։ Արցախի նախագահի Քեզ պաշտոնակատար Աշոտ բան։ Դանիելյանն է Այ հանդիպել։ քեզ բան, պետական այրիներ են դարը։ Դե ինչ Այրեր, ասեմ, այրեր։ այրեր, վերջում։ Էլիտա են, էլի, հա, տենց, մուրժյա, գосударственный, ոպ։ Դե որևէ նորություն չկա, գիտեք ինչու՞մն է, իրականում եկեղեցի, կառավարություն, իշխանություն, սա խառնվել է իրար, եկեղեցի չասենք, ասենք հոգևորականներ, կառավարություն, իշխանություն, ու ասենք, որ ոչ մեկն էլ մի բանի պետք չի։ Ոչ հոգևորականներն են հոգևորական, ոչ կառավարությունն է կառավարություն, իրանց կամայական քայլը կամայական նախաձեռնություն միայն վնասում է գործին։ Արցախի հարցը եթե այդ պայքարը խնդիրները առաջացել զուտ նրանում, որ հենց Արցախի անունը տալիս են Հայաստանը ինչքան վարկաբեկված դեպք կա, սա հավաքվում են տեղ։ Այս սա է խանգարում պայքարին, եւ այս ընտրությունները հենց այդ ընտրություններն ա, որ դրանցից պետք է ազատվենք, թե իշխանությունից, թե ընդդիմությունից։ Ազգային ժողովը պետք է լինի լրիվ նոր ազգային ժողով։ Հակառակ դեպքում ասում եմ շատ ծանր է անելու վիճակը։ Հայաստանի գոյություն գոյության հարց։ Գնալ հին ճանապարհով, այդ նույն կեցաններով, այն ինչ որ Նիկոլներ տանում, Սերժը կամ Քոչարյանը, դա նշանակում է ուղիղ մահ։ Իդեպ, քանի որ Շահրամանյանից խոսք գնաց, նա դատի է տվել ԿԳՄՍ-ին այն ձևակերպման համար, որտեղ պատմության դասագրքում գրված է, որ ԼՂՀ նախագահը ստորագրեց հրամանագիր եւ լուծարեց Լեռնային Ղարաբաղը։ Շահրամանյանն առաջարկում է այդ տողերը հերքել։ Կա այդ տողերը հերքելու անհրաժեշտություն, թե ոչ։ Տողերը դե ոնց հերիք են, որ այդպես էլ եղել է, դա իրականություն է, եւ դա ես Սամվել Շահրամանյանին դեռ 2023 թվականի հոկտեմբերին եմ ասել, եթե միչև հունվարի 1-ը դու չհայտարարեցիր չեղարկման մասին, անունդ ընկնելու է գրքերի մեջ, մտածի քո ազգանումիդ մասին, մտածի գերեզմանիդ մասին։ Ես սա իրան բերան եմ ասել, որպեսզի չհայտնվեր տեղ, ինքը միջև հունվարի 1-ը, միջև այդ լուծարը ուժի մեջ մտներ, ինքը պետքա չեղարկեր ու հայտարարեր։ Ինքը դա չի արել, գնացել է ուրիշ Բայց ինքը ճանապարհով, հակառակն է անում։ Նիկոլի թելադրած ճանապարհով, այն որ չի հայտարարվել այդ չեղարկման մասին, լուծարման չեղարկման մասին, երկու գործոն ա եղել, մեկը Նիկոլը, մեկն էլ Բաքվում նստած Արցախի այրերը։ Եվ ստեղ ինչու՞մն է խնդիրը, որ Նիկոլ Փաշինյանի անունն էլ կողքը պետք է գրեն։ Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան։ Բայց վերջից են սկսել։ Սամվել Շահրամանյանը վերջին մարդն է, ում անունը պետք է տե գրեն։ Բայց սա ժամանակի հարց է, Նիկոլը իրականում իր անունը դե գրել է, բայց տեղյակ չի դեռ դրա մասին, քանի դեռ իշխանությանը բարձադա չի լինելու։ Հենց իշխանությունից Նիկոլը ընկավ, միանգամից անունը գրվելու է կողքով։ Եթե լինեն առողջ ուժեր, ուրեմն բոլոր անուններն էլ գրվելու է։ Սամվել Շահրամանյանին էլ վերջում, բայց այո, գրվելու է։
Սամվել Շարամանյանն ասում է ինքը ավելի շուտ է այդ մասին ավելի շուտ է այդ հրամանագիրը չեղարկել լուծարման վերաբերյալ։ Սեպտեմբերին Հայաստան հասնելով արդեն իսկ դա չեղարկել է։ Իսկ դուք ասում եք հունվար, մարտը ավելի շուտ է չեղարկել։ Ուրա որ հայտարարել է։ Հիմա Գոզդեպից պետքա գան, տեսնեն Սամվել Շախարամանյանի դարակն ինչ թակուն թուղթ կա, հա, ու ըստ դրան իրանց հայտարարությունները կամ որոշումները կայացնեն։ Հրապարակային հայտարարել է լուծարման մասին, պաշտոնական Արցախի կառավարման էջում գրված է, կառավարության շտաբի էջում գրված է դեր էջում, նույն էջում գրեի լուծարման չեղարկման մասին նույն ձև հայտարարի, ես սա եմ իրան ասել, որպեսզի չընկնես ծանր պատմությունների մեջ, բայց Նիկոլը ճնշեց, ես էլ իմացել եմ, թե որ Նիկոլին ծառայի, Նիկոլը իրան ներելով է, մի քիչ էլ փողից բանից տվեց, շինարարության ուժեղ տենդերների մեջ են, նենց իմացել եմ, որ ես ինքն էլ Նիկոլին կլսի, ենա փողը բանը գալիս է, ինչ որ մի ձև սենց իշխանություն, ընդդիմություն խաղալով իրանք իրար հետ է։ Այս Շարամանյանը ինչ տակներից տենդերների կպլսվա։ մեջ է։ Ինչ։ Շարամանյանը ինչ տենդերների մեջ է։ Իր աղբերը միլիարդավոր շինարարության տենդերներ ա վերցրել։ Ինչ ոլորտ է։ Շինարարություն։ Կա ընկերության անուն։ Ընկերության անունը ինձ Շահրամանյանի ընկերներն են ասել։ Ընկերության անունը չէր հետաքրքրում։ Ինչ է եղբոր Բայց անունը։ ինչ։ Եղբոր անունն ինչ է Շարամանյանի։ Վայ, չեմ էլ իմանում։ Արմենը ինչ է, էական չի, չեմ Է իմանում, ո՞նց բայց էական չի, դա ինչպես հարցնչումն է։ տեղեկությունը Հարցն ստուգել։ են, որ Շահրամանյանի աղբորը միլիարդավոր շինարարների տենդերը կա դա փաստ է, եւ դա հենց արձանագրում է այն, որ Նիկոլ Փաշինյան, այս իշխանություն, ընդդիմություն ամեն ինչ խաղա, սա պայմանավորում են։ Սա պայմանավորում են։ Նու բանը Աբազյանը վախտին Աբազյանն էր հիմա ԱԾ-ի պետը, չգիտեմ ով է, հրավիրում է Շահրամանյանին, ինչ թելադրում է, այն էլ դուրս է գալի, այն էլ խոսում։ Իրանք իրար հետ լրիվ պայմանավորվածությունների մեջ են։ Ժողովուրդները sense մատի վրա խաղացրին։ Դե Նիկոլը մենակ Շախարամանյանին չի փոխվել, ինչի է զարմանում, Նարեկ ջան, ես քեզ կարող եմ փաստաթղթեր ուղարկեմ, միլիարդների մասին ազգույցը դնում, որ բանը նույն Նիկոլի կողմից ատելի այսպես Իսկ կոչված Արցախի կլանի գեներալներին է գնացել։ Շարամանյանի եղբոր ընկերությունը Հայաստանում է աշխատանքներ անում։ Աբա ինչ, հա։ Արցախի լուծարումից հետո։ Հա, Նարեկ ջան, հասկանում եմ, որ անհավատալի է։ Ես էլ այսպես փաստաթուղթը վերցնում եմ, ստեղից ուղարկած 150 միլիարդի մասի զրույց է գնում։ Գումարները փոխանցված Մեր ժամանակն Ղարաբաղի ավարտվում է, նախագահներին, պարոն իրանց Օսիպյան։ աչի ձախի թևերին ու գեներալներին միլիարդների մասին։ Դա սա հեքիաթ է, որ իրանք իրար հետ կարող իրանք իրար ուտեն, կարող ներսից իրար ատեն, բայց շահերը բռնած համագործակցում են ու ամբողջ Սերժի իշխանությունը ոնց է կամպրամատի վրա դրած, չէ, իրար ատում են ու գործը ցույց տվա մի քիչ տեղները նեղացավ սկսեցին մեկը մեկին գցել է, ճիշտ է։ Այդ նույնն էլ է սա, իրար Ժամանակ ատում են, ավարտվում է, ազգային պարոն շահերը Օսիպյան։ բռնած են։ Շնորհակալություն հարցազրույցի համար։